այն հատվածում, որ ինձից քիմիական նյութերի պահեստն է, բայց բարեբախտաբար կարողացել են ուրեմն այդ հրդեհի մարումը արագ հանգցնել եւ ավելի մեծ այստեղ խնդիրներ չեն առաջացել։ Իհարկե ունենք ողբերգական անիրավիճակ, մեկ զոհ է գրանցվել եւ կան բուժարներ, որոնք տեղափոխվել են այս պահին հանրապետության Նախնական վարկածը հայտնի է, բայց ձեզ ինչ է հայտնի։ Գիտեք, այս պահին ուսումնասիրություններ են ընթանում, մի քանի տարբերակներ կան, ամեն դեպքում այստեղ կարծում եմ ճիշտ կլինի սպասել այդ մասնագիտական եզրակացությանը, թե կոնկրետ ինչն է եղել։ Գիտեք, ես չեմ կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում մենք պետք է նման հարց բարձրացնենք, մենք նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել, հասկանանք որն է եղել հիմնական պատճառը եւ եթե դա կապված կլինի որևէ մեկի իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ, բնականաբար այդ հարցերի հետևից պետք կլինի գնալ, բայց կարծում եմ, որ նախաքննությունը այդ բոլոր հարցերի պատասխանները կտա։ Ստացվում է, որ համալսարանում անվտանգ չէ, նման դեպքեր ես չէի ծայրահեղացնի հարկելի լրագրող, որովհետև ցավոք դժբախտ պատահարներ գրանցվում են ամեն օր տարբեր շենքերում, թե բնակելի, թե հանրային նշանակության եւ իհարկե մենք շատ մեծ աշխատանք ունենք տանելու մեր բոլոր հանրային նշանակության շենքերի անվտանգության, սեյսմականության եւ մնացած բոլոր հարցերը հասցեագրելու, բայց ես այսպիսի ուրեմն եզրակացություններ չէի շտապի անել, անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումները ԵՊՀ-ի ինչպես եւ մյուս բուհերում պահպանվում են, տեսչական համապատասխան մարմինները անընդհատ համապատասխան ստուգումներ անում են եւ բոլոր բացահայտված թերությունները կարգավորվում են։